Տրամպին չհաջողվեց 56,000 գրելանդական էսկիմոսներին ամեն մեկին $1 միլիոն տալով առնի։ Մարդիկ ասին ոչ, հայրենիքը չի վաճառվում։ 4 հոգանոց ընտանիքին տալու էր $4 միլիոն, դառնալու էր այդ մարդը Ամերիկայի քաղաքացի։ Իսկ հիմա գրին քարտի խաղարկությունը հանել էր, չէ՞ Տրամպը, $1 միլիոն գրին քարտ էր տալի։ Այսինքն համ $1 միլիոն տալիս է գումար, համ ձերի դարձնում քաղաքացի ավտոմատ կերպով։ 2 միլիոն։ Մարդը կարող էր հանգիստ այդ 4 միլիոնը վերցներ, գնար Կալիֆոռնիայում ապրեր եւ ընդհանրապես իրան այդ խստաշունչ Գրենլանդիան պետք է համակարգացի դառնար։ Բայց որ ցավով ասում եմ, ես կուզենամ հայ ժողովուրդը այնքան աճի դառնա գրենլանդացի էսկիմոս, ես դա ցավով եմ ասում։ Մերոնց կարող է 4 միլիոն դրամով էլ առնեն։ Բայց երբ որ ասեմ մենք պատրաստ չենք դրան, ինչի եմ ասում, որովհետև չինացու օրինակը բերեցի, որ մենք դա ուսումնասիրենք։ Գրենլանդիային ասում եմ, դա չհամաձայնվեց 51-րդ նահանգ դառնա ոչ թե Ադրբեջանի, ոչ թե Թուրքիայի, ոչ թե Իրանի, ոչ թե Ռուսաստանի, այլ Ամերիկայի, աշխարհի ամենահզոր երկրի, որ մարդիկ այդ երկրի քաղաքացի դառնալու համար Մեքսիկայով գնում բանտ էին ընկնում, ամիսներով տանջում էին, դատ ու դիվանով հազիվ Ամերիկայի մտնում, ծանր աշխատանքով աշխատում, որ կարողանան գոնե քաղաքացիություն ստանա, Աստված գիտի կստանան թե դուրս կանեն կգնան։ Այդ ձևով են մարդիկ երազում քաղաքացի դառնալ։ Տրամպը նրանց նվեր էր տալի $1 միլիոն էլ բոնուս, բայց այդ մարդիկ ասին հայրենիքը չի վաճ